Երգչուհի Սոնա Ռուբենյանը ամենասիրված հայ աստղերից մեկն է։ Նրա երգերը շատ արագ հիթ են դառնում, իսկ նրա մասնակցությամբ հաղորդումները մեծ դիտողականություն են ունենում։ Երգչուհին շատ ակտիվ է Instagram-յան էջում, որտեղ կիսվում են նոր ծրագրերով, նստեր Մարիի մասնակցությամբ տարբեր հոլովակներով ու անձնական լուսանկարներով։ Կարելի է փաստել, Սոնայի դստեր մասնակցությամբ հրապարակումները ամենադիտվողն են երգչուհու սոցիալական հարթակներում։ Հերթական անգամ այսօր վաղ առավոտյան Սոնա Ռուբենյանը դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, պատմելով այն մասին, որ ինքն այսգիշեր չի քնել, քանի որ այդպես Մարին է ցանկացել։ Առավոտյան 6:50 Մարին ցույց է տալիս «Իմ պայուսակի պարունակությունը»։ Հոլովակին կից գրել էր երգչուհին, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Կասես ինչ ես փնտրում։ Ատամի բանը։ Դա քո խաղալիքն է։ Բայց բարի։ Նայեցիր բժիշկ ատամներս։ Հանկարծ կխմես։ Որ ինչ լինի։ Կոկորտը չչավա։ Կոկորտից ցավում էր։ Այսօր բժիշկի է գնացել։ Ես։ Ցավում է։ Ես էի գնացել բժշկի։ Բժիշկն ասաց, որ իմ կոկորտը ցավում է։ Դրա համար դեղ ես տալիս ինձ։ Ապրես իմ հոգատար։ Բոմոնդուշու։ Հանկարծ կտարիս մամա ջան կտես։ Կոտանիրիկ։ Ապրես, դե դիտա։ Կդա։ Չեմ ուզում կյանք։ Էսի ստուպա։ Ինչ ստուպա մամայի ականջակալներն են։ Ուզում ես բացեմ տեսնես։ Հա։ Չէ, դու բնի։ Ուժեղ բնի երկու ձեռքով։ Ապրես։ Թող ես ցույց տամ։ Մաման էս համերգին դնում ականջներին, որ լսի։ Համ իր ձայնը, համ երաժիշտներին։ Մեկը սենց, մյուսը սենց։ Այսպես դե հավաքենք, դնենք, որ չվնասվի։ Ջան։ Սիրուներ գիտես։ Հարևս։ Մաման էս գիշեր էլ չքնեց։ Մար, ինչ անել ես, դիր տեղը։ Սա։ Սա է։ Սա։ Ապրի մաղջիկը, փակի նոր։ Չեմ կարող։ Կարող ես։ Տեսար ոնց կարող։ Ինչ ձայն էր հանում ագրավը։ Ձայներ անում։ Ինչ ձայն։ Նավը ճիվ անում է։ Իսկ ագրավը։ Փուչի կարեցի։ Փուչիկը ո՞րն է։ Սոնա Ռուբենյանը հայտնի է իր հզոր ձայնով, հայկական երգերի վերամշակումներով և փայլուն երաժշտական գիտելիքներով, որոնք ցուցաբերում է տարբեր երաժշտական հաղորդումների ընթացքում։ Մենք էլ հավաքագրել ենք հետաքրքիր փաստեր Սոնա Ռուբենյանի կյանքից, որը գուցե դուք չգիտեք։ Այժմ ներկայացնում ենք 10 փաստերը։ Սոնա Ռուբենյանը առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում, կռունկ մրցույթի շրջանակներում։ Դեռևս այդ տարիքում Սոնան արդեն սովորում էր երգի պետական թատրոնի վոկալ բաժնում, Փարթուհի Վարդանյանի աշակերտուհիներից մեկն էր։ Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հետագայում ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ դաշնամուրային բաժինը։ Սոնան հայտնի է դարձել Շանթ հեռուստաընկերության Հայ Սուպերստար հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ 2013 թվականին Սոնան մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Պրեմիերա հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և իր «Աշնան սերենադ» երգով դարձել է մրցույթի հաղթողը։ Հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ, «Ժամանակն է», «Նոր տարվա նվեր», «Իրական պատրանք», «Արցախ», «Երևան» և շատ այլ հիթեր։ 2014 թվականի հուլիսի 22-ից 27-ը ներկայացրել է Հայաստանը Նոր ալիք երգի մրցույթում։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է
Գարիկ Սոնա խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները։ 2017 թվականին Գարիկն ու Սոնան ներկայացրել են Էդգար Էլբակյան «Կրտսերի լուսին» երգը, որը 18 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ծիծեռնակ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի որպես տարվա հիթ։ Որպես հաղորդավար Սոնա Ռուբենյանը նաև աշխատել է «Առավոտը շանթում» հեռուստանախագծում։ Star News-ը այսքանն էր առանձնացրել Սոնա Ռուբենյանի կյանքի մանրամասներից։ Այս տարիների ընթացքում Սոնա Ռուբենյանը իրոք որ բուռն գործունեություն է ծավալել։ Նա նաև մասնակցել է շատ հարցազրույցների, որոնցից մեկն էլ Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարն էր։ Սոնա Ռուբենյանը զրույցի ընթացքում խոսել էր նաև անձնական հարաբերությունների, ինչպես նաև քննադատությունների մասին, որոնք ուղղված էին իրեն։ Star News-ը հետևել էր զրույցին առանձնացնելով հետաքրքիր հատվածները։ Այժմ եւս ձեզ ենք ներկայացնում դրանք։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները։ Այսինքն, եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն բան։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում է լինում։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու եւ ինքն էլ հասկացավ, թե այս ամենը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Այս ասպարեզում վստահությունը ամենակարևորն է։ Իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ։ Վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել։ Ընտանիքի հանգստությունը եւս ամենակարևորն է, նշել էր երգչուհին։ Սոնայի եւ ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաև քննադատություններ, որոնք կապված էին Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր հետևյալը. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։ Իսկ ահա Սոնան պատմել էր հետևյալը. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղից մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ ուզում գնալ, բայց հետո ինձ հավաքում էի ու նորից ժպտում», անկեղծացել էր Սոնա Ռուբենյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։